Իսկ Սամվել Կարապետյանի պաշտպանները հրապարակել են գործարարի նամակի 3-րդ մասը, մեջբերեմ, ինչ հաջողվեց ներկա իշխանություններին, ամբողջովին քանդել երկրի արտաքին անվտանգությունը, ամբողջովին փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի հետ, ռազմական բոլոր դաշնակիցների հետ, ժողովրդին հրամցնելով թվացյալ խաչմերուկների և խաղաղության մասին երազանքները։ Արդյունքում մի քանի կացին կախեց մեր երկրի գլխին, կորցրեցինք հազարամյակների բացառիկ արժեքավոր պատմություն ունեցող և արյան գնով պահած հայկական Արցախը, որից հետո խաղաղության պայմանագրի էժանագին և սուտ խոստումներով սկսեցին հատ առ հատ հանձնել Հայաստանի տարածքները։ Քանդեցին զինված ուժերը։ Մեր երկրի սահմանները պաշտպանելու միակ միջոցը դարձան մի քանի անհասկանալի մարդկանց հեռադիտակները։ Սուտ խոստումներով, թե ստորագրելու են խաղաղության պայմանագիրը, սկսեց վազել հարևան երկրների ղեկավարների հետևից, արժեզրկելով դարեր շարունակ հայ մարդուն վայել արժանապատիվ ապրելու հնարավորությունը։ Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է, պայքարելու ենք, շարունակելի, գրել է Կարապետյանը։